Դուդուկահար Կամո Սեյրանյանը նրա արվեստը և ընտանիքը բավականին սիրված է հանրության կողմից։ Կամո Սեյրանյանի դուստրը Սեդա Սեյրանյանը դեռ 13-14 տարեկանում սկսել է երգել և բոլորին անակնկալի բերել։ Ինչպես Կամո Սեյրանյանն է նշում, մինչ այդ նրանք չեն սպասել, որ իրենց դուստրը կարող է այդքան լավ երգել։ Նա երաժշտական խմբակների չի հաճախել։ Ավարտել է դպրոցը և ուզել է կոնսերվատորիա ընդունվել ջազ էստրադայի բաժինը։ Ինչպես Կամո Սեյրանյանն է նշում, ինքը որպես հայր երբեք չի միջամտել երեխաների մասնագիտության ընտրությանը։ Ըստ նրա, հիմար մարդը դեմ կլինի երեխաների նման որոշմանը։ Այն հարգանքը, որ ես եմ վայելում իմ մասնագիտության շնորհիվ, շատերն են երազում ունենալ։ Հուսով եմ, իրենք էլ ավելի բարձունքների կհասնեն։ Մեր մասնագիտությունից լավն ինձ համար չկա, կյանքն ուրախ է, գլուխներս էլ հանգիստ դնում ենք բարձին ու անհոգ քնում, ասել է Կամո Սեյրանյանը։ Կամո Սեյրանյանի դուստրը այսօր վայելում է իր սերն ու հարգանքը հայկական շոու բիզնեսում և երկրպագուների կողմից։ Ժամեր առաջ երիտասարդ աղջիկը ինստագրամյան էջում հոլովակով է հանդես եկել ու նշել. «Ես էլ ամուսնացա»։ Շատերը շտապել են Կամո Սեյրանյանի դստերը շնորհավորել ամուսնության արդիվ, իսկ շատերն էլ կասկածել են, որ միգուցե այս կադրերը նկարահանման հոլովակից են և դուդուկահարի դուստրը կարծես թե կատակում է։ Արդյոք նա ամուսնացել է, թե հումորային բնույթ ունի այս հոլովակի հրապարակումը, դժվար է ասել։ Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը։ Վիկ Դարչինյանը նշել է ծննդյան 50-ամյակը։ Տոնական խնջույքի ընթացքում ելույթ են ունեցել երգիչներ Տաթև Ասատրյանը, Թաթա Սիմոնյանը, Կամո Սեյրանյանը դստեր հետ միասին։ Միջոցառումը վարել են Անահիտ Կիրակոսյանը, Անահիտ Հակոբյանը, Ավո Ադամյանը, Սուրեն Արուստամյանը։ Նշենք նաև, որ այս երեկոյի գեղեցիկ կադրերով կիսվել են ինստագրամյան հարթակում հյուրերը, ինչպես նաև Վիկ Դարչինյանի կինը։ Աշխարհի 9-ակի չեմպիոն Վիկ Դարչինյանի ծննդյան տարեդարձը բավականին ուրախ մթնոլորտում է անցել։ Առանձնացրել ենք այսօրվա գեղեցիկ կադրերը և ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր յուրահատուկ զգացողություն ունեմ։ Ինձ վստահվել է վարելու Վիկ Դարչինյանի 50-ամյակը և ուզում եմ ձեզ ցույց տալ ինձ հիմա շաքարեցնող է։ Ամբողջությամբ մեր չեմպիոնի իրական գոտիներն են, հաղթանակի, իրական գավաթները։ Նա այսօր տրամադրել է, որպեսզի յուրաքանչյուր հյուր գալուց տեսնի Վիկ Դարչինյան չեմպիոնի անցած ճանապարհը։ Փոքր ազգի մեծ լեգենդ։ Շարունակվում է մեր էքսկուրսիան WBC 2006 թվական կրկին գոտի հաղթանակի ձեռնոցներ, մրցանակներ։ Մի խոսքով և իհարկե շրջելով Վիկ Դարչինյանի անցած ճանապարհով ու տեսնելով իրական գոտիները, հիմա արդեն պատիվ ունեմ ներկայացնելու անձամբ չեմպիոնին ողջույն։ Ինչպես է զգացողությունը այսօր այս միջոցառումից առաջին։ Հիմա շատ լավ ժամանակ կասկածենք, բոլորովս գնանք այստեղ։ Ճիշտ են ասում, որ 50-ից հետո կյանքը փոխվում է։ Ավելի ջահել։ Ջավահիր Տեղիկյանը։ Բարի երեկո բոլորին։ Նախանցած շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք մեզ հետ նստում եք մեր ուրախությունը։ Դե երևի մի քիչ անհամեստ կլինի, եթե Վիկին ներկայացնեմ, որովհետև իրեն ճանաչողները լավ գիտեն ով է Վիկը։ Եվ ընդհանրապես մի բան կասեմ, որ այս տեսակ փառահեղ
ուղիղ ճանապարհ անցած մարդը, հանրային մարդը, եթե այսքան անմիջական է, այսքան համեստ է, չգիտեմ, սա խոսում են բարձր որակների մասին, որ որպես անհատ և որպես մարդ։ Դեմ դա բողոք չի, Բողոք չի, դա փաստ է, որ հիմա ես արձանագրում եմ և որոշեցի, որ հիմա ես քեզ կնվիրեմ մի բան, որը Արսենի և Հովհաննեսի թույլտվությամբ կլինի հենց ակոռիում և որին դու տեսնելով անընդհատ կոգևորվես և կուրախանաս։ Կխնդրեմ աղջիկները բերեն նկարը, որտեղ բոլոր այն մարդիկ են, ում դու կրել ես կամ կրվել ես, խնդրեմ։ Ժողովուրդ ջան, չեք պատկերացնում ինչ հետաքրքիր սենց հանդիպում չէ, հանդիպումը գիտենք որ տենալու ենք, համընկավ մենք հենց հիմա երեքս իրար հետ ենք, գիշեք որ հատիս լեռան գագատին երեքով խմեցինք մեր ժողովրդի կենացը, այ հիմա էլի երեքով, մենք հիմա խմում ենք մեր Վիկի, ծնունդ է շնորհավոր, Վիկ ջան շնորհավոր, Դամ ջան ցավդ տանեմ։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Վիկ Դարչինյան ասելիս աչքերս լցվում են, Վիկ Դարչինյան ասելիս թևերս բացվում են։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Վիկ Դարչինյան ասելիս աշխարհը իմ տունն է, Վիկ Դարչինյան ասելիս էլ մահը ում շունն է։ Բրավո Անահիտ։ Կմնանք, կլինենք այստեղ։ Ինչ լավ, երկու Անահիտների մեջտեղում կանգնեմ։